Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, գերազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսակ ամուսնանա մարդուն դժբախտացրել է և չի ամուսնացել, ինչ-որ մեկը այդ ազնվորությանը հղիացրել է և տիրություն չի կանգնել, ինչ-որ մեկը ուրիշի կնոջն է տարել, որևէ մեկը ուրիշի ամուսնուն է տարել, ընտանիք է քանդել, նման դեպքերում անեծքը նստում է սիրելիներս տվյալ ազնվորության անձնական ոլորտի վրա, լինում են բաժանություններ, լինում են ամուսնալուծություններ, լինում են, որ մարդը չի կարողանում ինքը իր անձնականը դասավորել, ինքը տարապես անձնական չի ունենում, նայած ինչպիսի գործողություն է կատարված տվյալ մարդու ազգի վրա, լինում է, որ ազգը զբաղվել է թմրանյութերի վաճառքով, իր սերունդը դառնում են թմրամոլներ, ազգը զբաղվել է խմիչքներ, ալկոհոլի վաճառքով, իր սերունդը դառնում են ալկոհոլի տարված մարդիկ, մարդը ունեցել է խաղատներ և գաղտնի և օրինական և անօրինական, անհնարին է, որ իր սերունդը չզբաղվի խաղալով և ինքը իր այդ կուտակած գումարը չուղորդի սխալ ճանապարհներով, մարդու ազգը ինչ որ կատարում է, ինչ սխալ գործողություն որ կատարում է, դրա դիմաց անեծք է գալիս այդ ազգի վրա, գիտեք ինչ, մարդը կարող է բժիշկ է և սխալ վիրահատություն է կատարել, տվյալ մարդը մահացել է, ինքնըստինքյան այդ ազնվորությանը ազգը անեծում է այդ բժիշկին և այդ բժիշկի ազգը ընկնում է անեծքի տակ և այդ բժիշկը բալիկ չի ունենում, այդ բժիշկի ազգը վաղաժամ մահեր է մտնում այդ մարդու ազգի մեջ, նայած ով ինչպիսի հանցագործություն է կատարել, մարդիկ կան, ովքեր որ մանկապիծեներ են, և կանայք կան, և տղամարդիկ կան, այդ մանկապղծությունը գալիս է նաև իրենց երեխաների վրա, իրենք են զգում այդ ցավը, մարդիկ կան, ովքեր որ շնորհավոր կյանք են վարել, իրենց արունակցի հետ են հարաբերություն ունեցել, այդ շնորհավոր էներգետիկան, շան, անեծքը նստում է այդ մարդու ազգի վրա և այդ ազգի մեջ ճիշտ ամուսնություններ չի լինում, քուրը աղբոր հետ է գնում, աղբերը քրոջ հետ է գնում, մայրը զավակի հետ, զավակը մոր հետ, այդ անեծքը շնորհավոր կյանքի մտնում է տվյալ ազգի մեջ, դրա համար առաջի հերթին դուք պետք է այնպիսի կյանք վարեք, որպեսզի դուք անձամբ անեծքի չդառնաք, որպեսզի դուք անձամբ ձեր երեխաների, ձեր սերունդի վրա այդ անեծքը չբերեք, ոչ մեկը պաշտպանված չի, բոլորն էլ ով ինչ սխալ գործողություն է կատարում, ինք այդ սխալ գործողության հարվածները բերում է և իր վրա և իր սերունդի վրա, ինչն է պատճառը, որ երբ որ առաջներում մարդիկ ամուսնանում են, դες ասում են մինչև 7 բորդը մարդու ուսումնասիրում էին, տեսնեն թե այդ մարդկանց կյանքի մեջ, ազգի մեջ, ժառանգական հիվանդություններ, խնդիրներ, թմրամոլություն, ալկոհոլիզմ, կա թե ոչ, որովհետև առաջներում մարդը ավելի խելացի է եղել իր անձնականը կառուցելու համար, քան հիմա ժամանակակից մարդը շատ թեթև սովիկ է, ինքը թեթևությամբ է նայում այդ ամուսնությանը, որովհետև այսօր ամուսնանում է, վաղը բաժանվում է և չի հասկանում, որ հենց այդ ամուսնանալու բաժանվելու ընթացքում ինքը իր զավակների, իր սերունդին գցում է անեծքի տակ, իսկ առաջներում
մարդիկ մեծ ուշադրություն են դարձրել 10 անգամ չափել են նոր են կատարել ամուսնության գործողությունը, որպեսզի խնդիրներ չլինի։ Գիտեք ինչ սիրելիներս, մարդու ազգի մեջ եթե կա ժառանգական հիվանդություններ, ուրեմն ինքնիսինքյան այդ ազգը արդեն անեծքի տակ է եւ այդ անեծքը ինչ-որ ձևով տվյալ մարդու, տվյալ ազգի գենոֆոնդի վրա, գենետիկայի վրա ազդում է։ Դրա համար առաջվա մարդիկ շատ խելացի են եղել, ուրեմն հասկացել են, որ այդ անեծքը այդ հիվանդության ձևով արտահայտվում է, դա կարող է գա նաև իր սերունդի վրա, դրա համար իրենք նման ամուսնություններից խուսափել են։ Նույնիսկ հիմա սիրելիներս կան երկրներ, որտեղ որ մարդիկ որ ամուսնանում են, նույնիսկ գիտեք ինչ, Թուրքիայում եթե մարդիկ ամուսնանում են, տեսեք մուսուլմանական երկիր է, իրենք զուգերով գնում են իրենց առողջական անալիզները, ախտորոշումը վերցնում են, նայում են, տեսնում են ինչպիսի խնդիրներ ունեն առողջական, որպեսզի նոր այդ ընտանիքը, այդ երիտասարդները ամուսնանան։ Մուսուլմանական երկրում նման իրավիճակ է, եւ դա ճիշտ է, որովհետեւ եթե կա առողջական խնդիրներ, ուրեմն այդ ազգը անեծքի տակ է, եւ եթե դու ամուսնանում ես այդ մարդու հետ, քո սերունդը նույնպես ընկնում է այդ անեծքի տակ։ Հնդկաստանում մինչև հիմա եւ գիտեք Տիբետում, որտեղ որ բուդդայական կրոնն է, Հնդկաստանում, որտեղ որ քրիշնայիզմն է, բուդդիզմն է, այնտեղ էլ գիտեք ինչ մարդիկ որ ամուսնանում են, իրենք իրենց աստղային քարտեզն են կազմում, իրենց աստղային մատրիցան են կազմում, որպեսզի հասկանան, այդ մարդիկ համատեղելի են, իրենք երջանիկ կլինեն, նաև այդտեղից երևում է այդ ազգը անեծքի տակ է թե ոչ, որ նոր կարողանան լիաթոք առանց խնդիրների ամուսնանալ։ Այն մարդիկ, ովքեր որ նման գործողություններ են կատարում, իրենք հոգեկան հիվանդներ չեն, իրենք ճիշտ են, իրենք լավ են հասկանում, որ այդ երեխան, որ ծնվում է անեծք ունեցող զույգերից, այդ երեխան երջանիկ չի լինի, այդ երեխան կլինի, եթե ոչ մեկից չի մահանում, այդ երեխան անհնդատ մի դժբախտությունից դուրս է գալիս, ընկնում է մյուս դժբախտության մեջ։ Դրա համար ես երբ որ մարդկանց նայում եմ, մարդկանց բիոէներգետիկ դաշտը նայում եմ, ճիշտ է կա եւ թուղթուգրի գործողություններ, կա նաեւ աչքի գործողություններ, բայց հիմնականում խնդիրը անեծքն է։ Ամբողջ ես ում հետ որ աշխատում եմ, կան եւ հայրական ազնի անեծքի տակ, եւ մայրական ազնի անեծքի տակ, բացառություններ չեն, նաեւ երբ որ այդ մարդու եւ հայրական եւ մայրական ազգը անազգի տակ է, եւ ինքնիսկյան այդ մարդու էներգիա չի ստանում։ Ազգը տոմը ինչի համար է մարդու համար նախատեսված։ Ազգի տոմի էներգետիկան մարդուն պաշտպանում է։ Իսկ եթե ազգի տոմի էներգետիկան անեծքի տակ է, ինքը չի կարողանում այդ մարդուն պաշտպանել։ Դրա համար խորհուրդ եմ տալիս ամուսնանալուց ճիշտ եղեք, լավ նայեք, լավ մտածեք, լավ ուսումնասիրեք, լավ տեսեք այդ ազնվորության ազգը ինչպիսի խնդիրներ ունի, եթե խնդիրներ կա, այդ մարդկանց հետ չի կարելի ամուսնանալ։ Իսկ եթե ցանկանում եք ամուսնանալ, պետք է անպայման այդ խնդիրներից ձերբազատվել։ Տոմական անեծքը հնարավոր է մաքրել եւ ձեր վրայից եւ ձեր սերունդի վրայից դուրս է գալիս։ Անպայման, եթե տեսնում եք, որ կա նման խնդիրներ, անպայման պետք է մաքրման գործողություն կատարել։ Կա այսպիսի ծիսակարգ, երբ որ մարդուն ամբողջովին կտրում են իրենց տոմից, դա շատ սխալ ծիսակարգ է։ Եթե դիմում եք ինչ-որ մասնագետի եւ ինքը փորձում է ձեր ամբողջ տոմածառես կտրել, չհամաձայնվեք նման իրավիճակներից, որովհետեւ էլ եմ ասում, տոմը դա ստեղծված է մարդուն պաշտպանելու համար։ Եթե այդ մարդուն կտրում եք լրիվ իրենց տոմածառից, այդ մարդը դառնում է ավելի
վատ։ Ոչ թե պետք է տոմական ծառից կտրել սիրելիներս, այլ պետք է մարդու այդ անեծքի էներգետիկան իրա վրայից զրոյականացնել։ Երբ որ նման ծիսակարգ ես կատարում, այդ դեպքում այդ ազնվորությունը խնդիրներ չի ունենում իր տոմի հետ։ Իսկ երբ որ կատարում ես տոմից կտրելու ծիսակարգ, ինքը դառնում է թշնամի, մորը, հորը, մոշկուրին, հոշկուրին, քերուն կնգան, ազգությունը բարեկամության մեջ թշնամություն է մտնում, այդ մարդը կորցնում է ինքին, շատ դեպքերում նման գործողություններ, որ կատարում են, մարդը ոնց որ դառնա հոգեկան հիվանդ, սիրելիներս, չի կարելի մարդուն կտրել տոհմից, դա սխալ ծիսակարգ է, երբեք նման ծիսակարգի չհամաձայնեք։ Տոմը մաքրելու համար պետք է այդ մարդուն այդ տոմական նեգատիվ էներգիայից կտրես, զրոյականացնես նեգատիվ էներգետիկան եւ այն ինչ որ ունի այդ մարդը, այն ինչ որ իրեն դեզերքով տված է, դա կդառնա իրեն հասանելի։ Եվ նման ձևով այդ ազնվորությունը, եթե ինքը կյանքի մեջ սխալ գործողություններ չկատարե եւ ինքը իրեն եւ իրեն սերնդին չգցե անեծքի տակ, այդ ազնվորությունը ոչ մի խնդիր չի ունենա։ Նաև այսպիսի շատ դեպքերում մարդիկ կան, որ ասում են, ինչն է պատճառը, որ եթե այդ տոհմական անեծքը կա, ինչն է պատճառը, որ ամեն երեխա տարբեր է, մենակ մեկի վրա է դա տարածված, ոչ, ամեն մեկի վրա տարբեր ձևերի տարածված է։ Ուղղակի ես այսպիսի բան կա, որ ցանկանում եմ ձեզ բացատրել։ Երբ որ ծնվում է առաջին երեխան, անկախ նրանից սեռ է, առաջին երեխան ընդունում է հայրական ազգի էներգետիկան։ Երկրորդ երեխան, երբ որ ծնվում է, ինքը ընդունում է մայրական ազգի էներգետիկան։ Երրորդ երեխան, որ ծնվում է, ինքը ազատ ընտրություն ունի։ Ինքը կարող է եւ մայրական ազգի էներգետիկան ընդունել, կարող է եւ հայրական ազգի էներգետիկան ընդունել, նաեւ երրորդ երեխան կարող է ինքը իր համար արդեն հիմնել տոնածառ։ Խորհուրդ եմ տալիս երրորդ երեխաներին այնպիսի կյանք վարեք, որ ձեր տոմը լինի միայն օշնանքի մեջ, ոչ թե դառնա անեծքի բաժին։ Եվ այսպես հերթականությամբ չորրորդ երեխան հայրական ազգի էներգետիկան, հինգերորդ երեխան մայրական ազգի էներգետիկան, վեցերորդ երեխան նորից ինքնուրույն կարող է որոշել ումը ընդունել եւ կարող է նաեւ ինքը ստեղծել իր արդեն նախնական հիմնական տոհմա ծառը։ Սիրելիներս, խորհուրդ եմ տալիս, եթե տեսնում եք, որ ձեր ազգը խնդիրներ ունի, դուք եւ որ ուսումնասիրեք, դա կերևա, 7 բորդը ուսումնասիրեք կերևա, ամուսնալուծություններ, երեխա չունենա, երեխայի վաղաժամմա, տան մեջ երիտասարդների տան մեջ առողջական խնդիրներ, շատ դեպքերում շարունակական առողջական խնդիրներ կապված այրան հետ, խնդիրներ կապված հորմոնալ ֆոնի հետ, անբուժելի հիվանդություններ, դրա բոլորը ցույց են տալիս, որ ազգը ընկած է անեծքի տակ, ազգը ունի նեգատիվ էներգետիկա։ Դրա պատճառով պետք է անպայման մաքրվեք, որպեսզի ձերբազատվեք այդ նեգատիվ էներգիայից, առաջ գնաք զարգանալ։ Դրա համար եմ ցանկանում ձեզ բացատրել, որպեսզի դուք ինֆորմացված լինեք, ինչպես է իրեն ցույց տալիս ազգի վրա եղած անեծք։ Այս կանը սիրելիներս, իմ բոլոր ուղիղետերները պահպանվում են YouTube-յան ալիքներում, Instagram-ում, կատակում, հատնակլասներում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Հաջողություն, ցտեսություն։